Գյումրիում ու հարակից բնակավայրերում տարիներ շարունակ չի հաջողվում լուծել թափառող շների խնդիրը, չնայած կենդանիների հարձակումները տարեցտարի ավելանում են։ Միակ տարբերակը, որն այս պահին գործում է, շների ստեղծման ծրագիրն է, բայց պաշտոնական թվերը վկայում են, որ այն չի նվազեցնում հարձակումները։ Էսի երրորդ անգամ էր կհարձակվին։ Շորիցս քաշին ընկացած, որ ընկա հասան դեմքս այլանդակին։ Ամեն տարի նախորդի համեմատ ամենաքիչը մի քանի հարյուրով ավելանում են կծելու դեպքերը։ Օրինակ 2024-ին 750 դեպք է եղել, 2025-ին կտրուկ աճ է գրանցվել 1012 դեպք։ Այս տարվա միայն հունվար ամսին նախորդ տարվա համեմատ թիվը կրկնապատկվել է, 102 դեպք է արձանագրվել, նախորդ տարվա 49-ի փոխարեն։ Անցած տարի Գյումրիում թափառող շների կացարանի հարցը մասնակցային բյուջետավորման ծրագրով էին փորձում լուծել։ Պետական բյուջեից 81 միլիոն դրամ էր հատկացվելու, պակասողն էլ համայնքներ ավելացնելու։ Թափառող և տնային կենդանիների կյանքի բարելավման համալիր ծրագրով նախատեսվում էր շների կացարանի ու այգու կառուցում։ Նաև տվյալների բազա էր ստեղծվելու ու քարտեզագրվելու, թե ի վերջո քանի թափառող շուն կա Գյումրիում։ Ծրագրի հեղինակ Երանուհի Սողոյանը սակայն ահազանգում է, այն ամբողջովին տապալված է։ Եթե 2025 թվականի մասնակցային բյուջետավորման չափանիշներով նայենք, իմ կարծիքով ինքը տապալված է։ Ծրագրի իրականացման ժամանակահատվածը համընկավ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների հետ։ Մինչև քաղաքային նոր իշխանությունը ձևավորվեց, մասնակցային բյուջետավորման ծրագրի իրականացման համար պահանջվող 10 ամսվա փոխարեն 5-ից 6-ն էր մնացել։ Շների կացարանի նախագիծ կա, բայց ոչ մի շինարարական ընկերություն հայտ չի ներկայացրել, որ այն կառուցի։ Գյումրիի կալանավորված քաղաքապետին փոխարինող առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը ավագանու վերջին նիստին ասաց, թե փորձել են շինարարներին համոզել, որ մրցույթին մասնակցեն, բայց չեն հաջողել։ Ինչ ասեմ, որդորել ենք, խնդրել ենք, շահագրգռել ենք, թե եկեք մասնակցեք այս մրցույթին։ Մենք էլ չենք կարող։ Գնումները թույլ չի տալիս, օրենքը թույլ չի տալիս, որ ուղիղ այդ 124 միլիոնանոց տեքստերը ինչ-որ մեկին ասենք, թե արի ուղիղ քեզ այդ պայմանագիր կնքենք եւ դու արա։ Իսկ թե ինչու է տապալվել շների կացարանի համալիր ծրագիրը, Երանուհի Սողոյանը իր դիտարկումն ունի։ Նախ կարծում եմ, որ ցկցկումները եւ իշխանափոխությունը։ Նախագծողը 1 ամիս ու կես սպասում էր, որ իրեն տարածքը տրամադրեն, որովհետեւ ինքը այդ հատվածում իր նախագծային աշխատանքները կատարի։ Եվ ամիս ու կես չեն կարող կողմնորոշվել այս տարածքը, թե երկրորդ տարածքը, թե երրորդ տարածքը։ Այդ ցկցկումները, այնպես որ նախագծային աշխատանքները մինչև եղավ ավարտվեց, օգոստոսի 28-ին նոր շինարարի մրցույթ հայտարարվեց։ Նախընտրական ժամանակահատվածում հատկապես ԿՊ-ն նկատի ունենալով մասնակցային բյուջետավորման այս ծրագիրը խոսում է շների կացարան կառուցելու ու հարցն այս ձևով լուծելու մասին։ Քաղաքական մի քանի ուժեր ևս նման խոստում տալիս էին։ Արդյոք ծրագրի տապալման պատճառը քաղաքական է, մասնավորապես այն, որ ԿՊ-ն Գյումրիում չկարողացավ իշխանության գալ։ Ես ցավում եմ, որ ամենաապաքաղաքական, ես կասեի կենթանակենտրոն, որովհետև այն նախագծը եւ այն չափորոշիչները եւ այն ամեն ինչը, որ մենք արել ենք, գրել ենք, դրել ենք, այդ ներվը, այդ ամբողջը եւ այլն, դա կենթանակենտրոն, այս կառույցը, այո, որոշակիորեն ինքը տուժեց։ Ծրագրի հեղինակը տարեվերջին տարածքային կառավարման նախարարին նամակ էր ուղարկել, հիմնավորել, որ նման մեծ ծրագիրը 5-ից 6 ամսում հնարավոր չէ իրականացնել, խնդրել, որ այն այս տարի տեղափոխվի։ Նախարարությունը ըստ էության մերժել է եւ սլակն ուղղել համայնքապետարանի կողմը։ Առաջարկում ենք 2025 թվականի մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված թափառող եւ տնային կենդանիների կյանքի բարելավման համալիր ծրագիրը, ուզում համալիր ծրագիրը, իրականացումը դիտարկել համայնքի 2026 թվականի բյուջեի հնարավորությունների շրջանակում։ Փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը արդեն իսկ հայտարարել է, որ տեղական իշխանությունը նախատեսում է այս տարի արդեն տեղական բյուջեի հաշվին կացարան կառուցել։ Քաղաքապետարանը ստանձնում է առնում շների կացարան կառուցելու համար։ Ասում եմ, կացարը լաբորատոր մասը, մասնագիտական մասը, թողնում եք մեկ կողմ, համայնքի գումարներով։
քաղաքի գումարներով կացարան են կառուցելու։ Իդեպ կառավարության որոշում կա, ըստ որի այս տարվանից քաղաքային բնակավայրերը իրենց տեղական բյուջեներով պետք է լուծեն թափառող կենդանիների կացարանների հարցը։ Երանուհի Սողոյանի համար անհասկանալի է, թե ինչպես քաղաքային իշխանության դանդաղկոտության պատճառով պետբյուջեից հատկացված գումարը ետ գնաց ու բեռը մնաց առանց այն էլ հազիվ հերիքող տեղական բյուջեի վրա։ Գյումրիի 2026-ի բյուջեն 7.5 միլիարդ դրամ է, համեմատության համար ավելի քիչ բնակչություն ունեցող Արտաշատինը 6 միլիարդ դրամ է։